Այս պահին Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը համարվում է ամենաքննարկվող և բարձր ռեյտինգային հեռուստանախագծերից մեկը։ Ամեն նոր սերիալ լցնում է սոցիալական ցանցերը դիտարկումներով, ենթադրություններով և հազարավոր մեկնաբանություններով, իսկ պատճառը պարզ է. սյուժեն դարձել է այնպիսի մի հանգույց, որ յուրաքանչյուր հերոս կարող է պահել իր մեջ մեծ գաղտնիք։ Սերիալի անունը հենց հուշում է, որ պետք է հրաշք տեղի ունենա։ Դեռ սկզբից հեռուստադիտողները հավատում էին, որ Արփին կարող է ողջ լինել։ Նա այն հերոսուհին էր, ով ընկավ ձորը Կարոյի ձեռքով Հայկի աչքի առաջ։ Այդ տեսարանը բոլորին շոկի ենթարկվեց և թվում էր, թե այլևս վերադարձ չկա։ Բայց լեգենդը պատմում էր այլ բան. հարսնացուն, որին ձորը կուլ էր տվել, հրաշքով փրկվել էր։ Այսինքն, եթե սերիալի հիմքում դրվում է հենց այս լեգենդը, ապա Արփիի փրկությունը կարող է դառնալ անակնկալ շրջադարձ։ Հեռուստադիտողների մի մասը համոզված են, որ Արփին ողջ է, ըստ նրանց ենթադրության հենց Նարեի հորաքույրն է նրան փրկել։ Նարեի հորաքույրը տարիներ առաջ վտարվել էր տնից սեփական եղբոր կողմից։ Պատճառը նրան խայտառակություն էր թվում։ Քույրը հանդիպում էր իր մանկության ընկերոջ հետ մի տղամարդու, որը հասարակ գյուղացի էր։ Նարեի հայրը չներեց դա և հեռացրեց նրան։ Հորաքույրը հեռացավ, չներելով եղբորը։ Հեռուստադիտողները կարծում են, որ հենց նա է փրկել Արփիին, և նա այդ պահից սկսած պահում է աղջկան իր մոտ։ Սա ոչ միայն վրեժ է եղբոր հանդեպ, այլ նաև հնարավորություն ապացուցելու, որ ինքը միշտ եղել է ուժեղ ու արժանի կին։ Միևնույն ժամանակ Հայկի կերպարը շարունակում է մնալ հակասությունների մեջ։ Նա մինչև հիմա ինքն իրեն չի տվել այն հարցը՝ ուր է իր հայրը, չնայած մեղավոր։ Մանկուց Հայկը մեծացել է վիրավորվածությամբ և ցավով, նրա մեջ կար այնքան խորը վիրավորանք, որ նույնիսկ ճշմարտությունը բացահայտելու ցանկություն չունի։ Նրա ողջ ուշադրությունը սևեռված էր վրեժի ու արդարության վրա։ Բայց այժմ, երբ հնարավոր է, որ Արփիի գոյության շուրջ շշուկներ պտտվեն, Հայկի կյանքը նորից կանգնի ընտրության առաջ։ Արդյոք վստահել լեգենդին և հավատալ հրաշքին, թե ընդունել կորստի դառը ճշմարտությունը։ Վերադարձնել իր անցյալը և գտնել հոր իրական ճակատագիրը, թե շարունակել ապրել այն մտքով, որ ամեն ինչ արդեն փակված է։ Նարեի հետ նրա հարաբերությունները ջերմանում են։ Հայկը փորձում է Նարեին հասկանալ։ Նարեն փորձում է բացատրել, որ ինքը որևէ մեղք չունի։ Եվ ինչպես պարզ է դառնում հետագա սերիաներից, Հայկի ու Նարեի միջև առաջանալու է մեծ սեր։ Սակայն ինչ է տեղի ունենալու այն բանից հետո, երբ պարզվի, որ Արփին ողջ է, հաստատ Հայկի աշխարհը կփլուզվի ու կկառուցվի նորից։ Նա ստիպված կլինի կանգնել ոչ միայն իր անձնական ապրումների, այլ նաև անցյալի ամենամութ գաղտնիքների առաջ, իսկ այդ գաղտնիքների շարքում թաքնված է նաև հոր մահվան պատմությունը։ Արդյոք Հայկը կկարողանա գտնել իրական մեղավորներին։ Արդյոք Նարեի հորաքույրն է իսկապես փրկել Արփիին, իսկ եթե այո, ապա ինչու այդքան տարիներ լռել է, ինչու է թույլ տվել, որ բոլորը հավատան, որ Արփին մահացել է։ Այս բոլոր հարցերի պատասխանները դեռ առջևում են, և հենց սա է «Հարսնաձորի լեգենդը» դարձնում այնպիսի սերիալ, որից հեռուստադիտողը չի կարողանում կտրվել, քանի որ ամեն նոր դրվագ խոստանում է բացահայտել մի նոր գաղտնիք ու ցույց տալ, որ երբեմն լեգենդները միայն պատմություններ չեն, դրանք կարող են դառնալ իրականություն։ Եվ որևէ մեկն արդյոք իրեն այսքան տարիներ հարց չի տվել՝ որտեղ են կորել Հայկի հայրը և Նարեի հորաքույրը։ Այս և այլ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները մոտակա ժամանակներում, բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների և իհարկե շոու բիզնեսյան անցուդարձի մասին։ Իսկ դուք չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, իսկապես Արփին ողջ է, և արդյոք Նարեի հորաքույրը որևէ կապ ունի այս ամենի հետ։ Չէ՞ որ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի անվանումը հենց այնպես չի դրվել։ Լեգենդ, որի մասին պատմում են ու խոսում հենց այդ գյուղում, և որտեղ պետք է Արփին ու Հայկը հանդիպեին և շարունակեին իրենց կյանքի ճանապարհը։ Լեգենդ, որի ժամանակ հարսնացուն ձորից գլորվում, բայց չի մահանում, որովհետև նրա հարսանեկան զգեստը բացվում և օդ է կլանում ու նա
ձորում չի հայտնվում։ Լեգենդ, թե իրականություն կդառնա լեգենդը հեռուստասերիալում ցույց կտա ժամանակը, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ անսպասելի զարգացումները հեռուստասերիալի յուրաքանչյուր սերիայում են։ Ինչպես պարզ դարձավ, Վռամը հայտնվեց Սոնայի տան շեմին, որտեղ նրա մայրն էր։ Այս ամենը ցնցեց Վռամին։ Ինչու է մայրը հայտնվել այդտեղ, որովհետև նա ստացել է ժամացույցը մի հասցեից, որը հենց Հայկի մորաքրոջ տան հասցեն էր։ Հավանաբար Սոնայի մայրը եկել է պարզելու, թե ինչ է կատարվել իրականում։ Իսկ այդ պահին գալիս է Վռամը, հավանաբար Սոնայի հետ հաշտվելու, Նարեի հետ խոսակցությունից հետո, կամ խոսելու Սոնայի հոր հետ, որպեսզի վրեժը դնեն մի կողմ ու հաշտվեն։ Այս և այլ հարցեր այսօր ընդամենը մի քանի ժամից կստանան իրենց պատասխանները։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները ու սպասեք նոր ու շատ հետաքրքիր տեսանյութերի։